Մենք նաև երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու, ընդ որում Հայաստանի կառավարությունը իր վրա է վերցնելու, չնայած կոնցեսիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու եւ երկաթուղին նորոգելու ենք, վերականգնելու ենք եւ երկաթուղին բացվելու է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից ընդամենը մեկ օր անց նրա կաբինետի անդամներ Արարատ Միրզոյանն ու Դավիթ Խուդատյանը հայտարարում են. երկաթուղու այս հատվածների վերականգնման հարցով ռուսական կողմի հետ քննարկումները շարունակվում են։ Այն բացակայող երկաթուղու հատվածը, որտեղ չկա եւ հետեւաբար Գյումրի-Կարս կապը չի գործում, պետքա կառուցվի։ Հիմա խոսում ենք ռուսաստանցի գործընկերների հետ, կստացվի իրենց հետ համատեղ, կստացվի, չի ստացվի, որևէ այլ լուծում կգտնենք, բայց այդ հարցը պետք է լուծվի։ Եթե երկաթուղու կառուցման շուրջ խոսակցությունը ռուսական կողմի հետ դեռ շարունակվում է եւ քննարկումները չեն տապալվել, այդ դեպքում ինչով էր պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե Հայաստանի կառավարությունն է երկաթուղու այդ հատվածների վերականգնման համար ներդրումներն անելու։ Արտգործնախարար Միրզոյանը այս մասին չխոսեց, բայց պնդեց, թե մոտ ապագայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանն ու կվերագործարկվի Կարս-Գյումրի երկաթուղին։ Մենք հույս ունենք Ռուսաստանի Դաշնության գործընկերները այդ աշխատանքները հնարավորինս արագ իրականացնեն։ Անցած տարեվերջին Երևանը դիմել էր Մոսկվային երասխի եւ ախուրիկի հատվածներում երկաթուղային ենթակառուցվածքները վերականգնելու հարցով։ Ավելին Նիկոլ Փաշինյանը ընդգծել էր, եթե ռուսական կողմը դա չանի պատշաճ ժամկետում, ապա դա կանեն Հայաստանի պետբյուջեի միջոցներով։ Տարածքային կառավարման նախարարն ասաց, վերականգնման ենթակա երկաթուղու հատվածներն այժմ ուսումնասիրվում են։ Իսկ ռուսական կողմը ներդրումներ անելու է, Դավիթ Խուդատյանը եւս նշեց, թե ռուսական կողմի հետ քննարկումները ամփոփված չեն։ Քննարկումներ ենք ունեցել գործընկերների հետ, այդ քննարկումները դեռևս ամփոփված չեն, երբ որ ամփոփվեն, պատշաճ տեղեկատվություն կփոխանցենք ցեզ։ Այսինքն դեռևս վերջնական չէ։ Վերջնական ասած, մենք քննարկումներ ունենք եւ բարբերաբար այս թեմայով քննարկումներ ունենում ենք։ Երասխի եւ ախուրիկի երկաթուղու հատվածները վերականգնելու առաջարկից շատ չէր անցել, երբ Երևանը փետրվարին բարձրաձայնեց արդեն հայկական երկաթուղու կառավարումը ռուսական կողմից վերցնելու անհրաժեշտության մասին։ Ռուս պաշտոնյաները սրան կոշտ էին արձագանքել, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անգամ իր տարակուսանքներ հայտնել շեշտելով. Ինչու էր պետք հրավիրել Ռուսաստանին վերականգնելու երկաթուղու երկու կարճ հատվածները, եթե դուք չեք տեսնում նրա հետագա մասնակցությունը տարածաշրջանում տրանսպորտային կապվածության զարգացման գործում։ Համաձայն եք, որ խոսել մեկ բան, իսկ անել լիովին այլ բան, հարաբերությունների զարգացման լավագույն ուղին չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնավորել էր, թե ռուսական կառավարման պատճառով հայկական երկաթուղին կորցնում է իր մրցակցային առավելությունները, նշելով նաև, թե տեսնում է Հայաստանը շրջանցելու վտանգ։ Մենք տեսնում ենք, որ սա բյուրեղանում է եւ կողմնակիցները, որ այո, ուրեմն պետք է Հայաստանը շրջանցել, նկատի ունեմ Նախճեվանից հետո մեծանում են։ Առաջիկայում Արդեն 3 վարչապետը ներկայացնում էր. երկաթուղին Մեղրիով մտնելու է Նախիջևան, հետո հասնելու է Երասխ, այնտեղից Գյումրի, ապա մտնելու է Թուրքիա։ Թե ինչ է փոխվել անցած 2-3 ամիսներին, որ վարչապետն այլևս Հայաստանը շրջանցելու վտանգ չի տեսնում, հայտնի չէ։